Բարև ձեզ։ Այսօր կքննարկենք 2025 թվականի Հայաստանի քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի փորձնական մասի 10-րդ դասարանի երկրորդ խնդիրը։ Մեզ տրված է անհետ կոնցենտրացիաներով երկաթի տարբեր իոնների խառնուրդ։ Մեր նպատակն է գտնել երկաթի առանձին իոնների կոնցենտրացիաները առանց լուծույթը ֆիզիկապես բաժանելու։ Կատարում ենք առաջադրանքում տրված գործողությունները, չխախտելով դրանց հերթականությունը։ Պյուրետի մեջ ձագարի օգնությամբ լցնում ենք կալիումի բիկրոմատի ստանդարտ լուծույթը։ Էրլենմեյերի կոլբի մեջ պիպետի կամ չափագլանի օգնությամբ տեղափոխում ենք հետազոտվող լուծույթից 10 մլ ալիքոտ։ Ավելացնում ենք 10 մլ 1 մոլարանոց ծծմբական թթու թթվային միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև 10 մլ ֆոսֆորական թթու։ Ֆոսֆորական թթուն կապում է լուծույթում առկա, ինչպես նաև տիտրման ընթացքում առաջացող երկաթի երարժեք իոնները, որպեսզի դրանք չխանգարեն ճշգրիտ տիտրման իրականացմանը։ Այնուհետև ավելացնում ենք 1 կաթիլ դիֆենիլ ամինի լուծույթ։ Դիֆենիլ ամինը հանդիսանում է ինդիկատոր և լուծույթը գունավորում է կանաչ։ Տիտրման ավարտին կալիումի բիկրոմատը օքսիդացնում է դիֆենիլ ամինը դիֆենիլ բենզիդինի անգույն վերականգնված ձևի, որը իրական ինդիկատորն է և որն էլ օքսիդանում է առաջացնելով դիֆենիլ բենզիդինի օքսիդացված ձևը։ Դիֆենիլ բենզիդինի օքսիդացված ձևը մանուշակագույն է։ Կատարում ենք տիտրում մեզ նախորդ տեսադասերից հայտնի եղանակով։ Ստացված արդյունքը գրանցում ենք առկա աղյուսակում։ Երկաթի երարժեք իոնների կոնցենտրացիան որոշելու համար նախ անհրաժեշտ է թորած ջրով մի քանի անգամ լվանալ պյուրետը և մնացած օգտագործված ապակեղենը։ Կատարում ենք առաջադրանքում տրված գործողությունները, չխախտելով դրանց հերթականությունը։ Այս անգամ ձագարի օգնությամբ պյուրետը լցնում ենք նատրիումի թիոսուլֆատի ստանդարտ լուծույթով։ Էրլենմեյերի մեջ պիպետի կամ չափագլանի օգնությամբ տեղափոխում ենք հետազոտվող լուծույթից 10 մլ ալիքոտ։ Ավելացնում ենք կալիումի յոդիդի 1 մոլարանոց 6 մլ լուծույթ և ծծմբական թթվի 1 մոլարանոց լուծույթից 10 մլ։ Փակում ենք կոլբը պարաֆիլմով և տեղափոխում ենք կոլբը մութ տարածք և սպասում ենք 10 րոպե։ Այս ամենն իրականացվում է, որովհետև ռեակցիայի ընթացքում առաջացող յոդը լույսի ազդեցությամբ քայքայվում է։ Որպեսզի ամեն տիտրման ժամանակ 10 րոպե չսպասենք, կարող ենք մեր նախատեսած տիտրումների քանակին համաձայն ծավալի ալիքոտ տեղափոխել մեծ Էրլենմեյերի կոլբի մեջ և իրականացնել մնացած քայլերը։ 10 րոպե անց տիտրում ենք լուծույթը մեզ հայտնի եղանակով մինչև բաց դեղինի գունափոխությունը։ Այնուհետև ավելացնում ենք 1-2 կաթիլ օսլայի լուծույթ, լուծույթը գունավորվում է կապույտ։ Դանդաղորեն շարունակում ենք տիտրումը մինչև լուծույթի անգունացումը։ Սպասում ենք մի քանի վայրկյան, քանի որ հնարավոր է, որ լուծույթը նորից դառնա կապույտ։ Կապույտ դառնալու դեպքում շարունակում ենք տիտրումը, այնքան ժամանակ մինչև լուծույթը նորից կանգունանա։ Գրանցում ենք ստացված տվյալները աղյուսակում։ Այժմ այս երկու տիտրումների միջին արժեքների միջոցով հաշվում ենք երկաթի երարժեք և երկարժեք իոնների կոնցենտրացիաները։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Մինչ նոր հանդիպում։